Շատ քիչերը գիտեն Հայաստանում տարբերությունը մեծ տերության եւ գերտ տերության միջև։ Հիմա ես կխոսեմ այդ մասին եւ առիթ կլինի շատ-շատերը կիմանան։ Որն է տարբերությունը գերտ տերության եւ մեծ տերության։ Տարբերությունն այն է, որ գերտ տերությունը կարող է հանդերձ գալ, այսինքն ի վիճակի հանդերձ գալ, որպես այլ պետությունների իշխանության լեգիտիմության աղբյուր։ Այսինքն լեգիտիմություն է հաղորդում այլ երկրների իշխանություններին։ Օրինակ, Ֆրանսիան մեծ տերություն է, չէ՞, բայց Ֆրանսիան չի կարող ասել, թե չեմ ճանաչում Ադրբեջանի ընտրությունները, արդյունքները եւ այլն, կամ Ինդոնեզիայում ինչ-որ մի բան չեմ ճանաչում։ Չէ, ճանաչի, մի ճանաչի, դա որևէ մեկի տազի չի լինի Ֆրանսիայի ճանաչումը, բայց այլ հարց է Միացյալ Նահանգները։ Այլ Միացյալ Նահանգներն են ասում չեմ ճանաչում Ադրբեջանի կամ Հայաստանի ընտրությունները, այստեղ արդեն լրիվ այլ պրոբլեմ է առաջանում այդ երկրի համար կոնկրետ։ Միացյալ Նահանգները մի քանի անգամ ճանաչել է, լեգիտիմություն է հաղորդել Հայաստանի իշխանություններին եւ ամեն անգամ դա վերածվել է մեզ համար ողբերգության։ Դա ասենք շատ թանկ գինավճար է Հայաստանը դրա համար։ Օրինակ ամերիկյան դեսպանատունը, որ իրականում դեսպանատուն չէ, այլ հետախուզական բազա։ Ասենք ամերիկյան բիոլաբորատորիաները, որոնք ուղղակի չարիք են Հայաստանի համար։ Այդ զարմանալի է, էլի, ուղղակի պետք է առնվազն հայ լինես, որ քո կենսաբանական անվտանգությունը վստահես ոչ թե այլ երկրի, այլ թշնամի երկրի։ Ադրբեջանում կա ամերիկյան բիոլաբորատորիա, բայց ադրբեջանցիք համոզված են, որ երբեք դա իրենց դեմ չի օգտագործվի, որովհետև Ադրբեջանում գիտեն անգլոսաքսերը 500 տարի ազնվորեն ծառայել են գլոբալ թուրքական շահերի։ Եկատերինայի ժամանակներից մինչև Իոսիֆ Ստալին, մինչև 1945-ի բորձանը թուրքական պետությունը տարածիորեն փրկել են ռուսներից։ Եվ տասնյակ անգամներ Թուրքիան հայտնվել ուղղակի զարման եզրին, անգլիացիք միշտ փրկել են, այսինքն ամերիկյան բիոլաբորատորիան Բաքվում դա սպառնալիք չէ Ադրբեջանին, իսկ ամերիկյան բիոլաբորատորիան Երևանում սպառնալիք է։ Պատկերացրեք, ստեղ մի հատ Մայդան էր կազմակերպել, Սաղաթ Կարապետյանը։ Եվ Փաշինյան Նիկոլը կմնար օդից կամ փշալարից կախված։ Մի հատ շատ փոքր մի հատ վիրուս ճանապարհորդության կմեկներ Հայաստանի տարածքով եւ հայ ժողովուրդը ստիպված պիտաների դուրս չգար, մեռնողները կմեռնեին, բուժողները կբուժվեին, Փաշինյան Նիկոլն կհաղթեր։ Դա ինչ է նշանակում կենսաբանական անվտանգությունը վստահել այլ երկրի, այն էլ թշնամի երկրի։ Հիմա վաղ ամսի 14-ն է, այս Հովակիմյան նախմախի հիմնարկը հրապարակելու է վերջնական թվերը ընտրությունների, իսկ Մոսկվայից արդեն ասել են, Մոսկվան կարծիք չի արտահայտի, քանի չկան պաշտոնական արդյունքներ ընտրությունների։ Ըստ ամենայնի, նախ Պուտինը չի շնորհավորի սրան, եւ երկրորդը ռուսները չեն ճանաչի ընդհանրապես ընտրությունների արդյունքները, այսինքն ապագա խորհրդարանի լեգիտիմությունը։ Ռուսաստանը որպես գերտերություն դրա ոչ թե իրավունքն ունի, այլ ռեալ հնարավորություն ունի դա իրականություն դարձնել եւ շատ ցավալի հետևանքներով հայերի համար։ Եվ չէ Ռուսաստանը Ֆրանսիան չէ, Ֆրանսիան մեծ տերություն է, Ռուսաստանը գերտերություն։ Ինչ կարող է կատարվել դրա արդյունքում։ Ռուսաստանը չի ճանաչում սրա ընտրվելը։ Դա նշանակում է, որ Հայաստանի
հետ կապված բոլոր հարցերը ռուսները կլուծեն եւ կորոշեն միանձնյա։ Ասենք գազի գինը։ Գազը վաղը կդառնա, ասենք 1000 խորանաց մետրը $800։ Սրանք եւ այն ասում կդնեն դե բախեցնես չեք պայմանավորվել բանվանոց դուք մենակ sense որոշում։ Այնտեղից եք ասեն թե հատեղի իրան գուցե եւ ճիշտ եք ասում մենք պիտի միանձնյա սա չանենք, բայց ախորում ես խոսեք դուք է բան չեք, մարդ չեք։ Ժողովարդապետը դե ժողովարդապետ չէ։ Ինչ անենք։ Մենակ ենք մնացել, մենակ ենք որոշում։ Եվ սենց բոլոր հարցերը Հայաստանի հետ կապված ռուսները կսկսեն լուծել միանձնյա ի վնաս այն 700,000-անոց ընտրազանգվածի, որը սրա իշխանությունը վերահաստատեց։ Իհարկե մենք եք դուրենք, բայց դե ինչ անենք հիմա։ Ինչ անենք։ Բան ուզում եք Փաշինյան Նիկոլից ազատվել ու չդուժեք։ Բա 8 տարի Փաշինյան Նիկոլայիք տրասան։ Իհարկե պիտուժեք։ Իհարկե պիտուժեք։ Ինչևէ, ես չեմ ուզում գուշակություններ անել, բայց եթե Ռուսաստանը չճանաչի սրանց կազմակերպած ընտրությունների արդյունքները, ապա դա կնշանակի այն, ինչ ես նոր ասացի։ Այսինքն ռուսները կսկսեն հայերի հարցերով զբաղվել առանց հայերի։ Լեգիտիմություն չեն տալիս, չեն հաղորդում Հայաստանի իշխանությանը եւ ստիպված հայոց բախտը կորոշեն առանց հայերի։ Ինչի դա կհանգեցնի հիմա շատ դժվար է կանխատեսել։ Օրինակ մեր տնտեսագետները ասում են, թե ԵԱՏՄ-ի դուրս գալու դեպքում կամ եթե Հայաստանը բռնի ուժով ԵԱՏՄ-ից հրադանեն, ինչի եւ ցոնատերի կունենա շատ շուտով, Լավրովը ասաց չէ, որ բացառված չէ Հայաստանին հեռացնելը հապկից, որովհետեւ 2 տարի փողը չի տալիս, ինչ-որ լրտվություններ են անում եւ այլն։ Նույն մեխանիզմով կարող են Հայաստանը հեռացնել ԵԱՏՄ-ից։ Եվ ասում են տնտեսագետները, որ հնայի 15%-ը կկորի։ Ինձ թվում է շատ չափազանցում են, շատ քիչ տիվ են ասում։ Ինձ թվում է առնվազն 50%-ը հնայի վարի կգնա Հայաստանի։ Պատկերացրեք, գազը դառնում է եվրոպական գին, դա նշանակում է, շատ տրիվիալ բան եմ ասում, Հայաստանում տրանսպորտը կմեռնի։ Էլ մոռացեք Yandex տաքսի 5-600 դրամանոց։ Yandex-ը կդառնա 2-3 հազար դրամ, հետևաբար դուք չեք օգտվել ծառայությունից։ Հետևաբար այդ ոլորտը վարի գնաց։ Հետևաբար այն Yandex-ի ոլորտը, որը Երևանի սրճարաններն էր հաճախում, չի ուղղակի գնա, որովհետև փող չունի։ Սրճարանները կտուժի, նաև շատ այցելուներ կկորցնի, որովհետև նաև ստիպված իր ծառայությունները կտանգացնի, չէ, արդեն մի բաժակ սուրճը կհաշվի 2000 դրամ։ Գազը կթանկանա, հոսանքը կթանկանա։ Սրճարանն է կորցրել, չէ, իր եկամուտները։ Սրճարանում աշխատողները իրաց եկամուտները որտեղ են ծախսում, ասենք կոշիկի խանութում։ Քիչ կոշիկ կառնեն սրճարանի աշխատողները։ Կոշիկի խանութն է կտուժի, իր հետ տուժեցնելով նաև կոշիկ արտադրող են, նրանք մայկա չեն հատնի, կամ շատ քիչ կհատնեն։ Մայկա արտադրողները իր հերթին կտուժի, և սենց հսկայական շուխտայական ռեակցիա կառաջանա։ Հսկայական շուխտայական ռեակցիա, որը Հայաստանի վրա ոչ թե 15% կնստի հնայի, այլ 50-60 ուծև ավելի շատ տոկոս։ Այսօր շատ վատ ժամանակներ են սպասում, մեզ բոլորից, սպասենք պաշտոնական Մոսկվայի պաշտոնական դիրքորոշմանը, կճանաչի արդյոք Ռուսաստանի Դաշնությունը ժողովարդապետ Փաշինյանի կազմակերպած ընտրությունների արդյունքները, թե ոչ։ Նորից հիշեցեմ, Ռուսաստանը գերտերություն է,
նա ի վիճակի է հանդես գալ որպես այլ պետությունների, այդ թվում Հայաստանի իշխանության լեգիտիմության աղբյուր։ Եթե Ռուսաստանը հրաժարվեց լինել Փաշինյան Նիկոլի լեգիտիմության աղբյուր, կքաշի հայ ժողովուրդը իր ողջ անձնականով։ Եվ դա կլինի Փաշինյան Նիկոլի վեճի սկիզբը։ Մի քիչ կտուժեն, մի քիչ սոված կմնան հայերը, շատ լավ կլինի, կակված դիետան լավ մնա, կմտածեն, կհասկանան և գուցե սկսեն ճիշտ ապրել, նորմալ ապրել։ Առայժմ այսքանը, նորից կխնդրեմ ձեզ բաժանորդագրվել իմ YouTube-յան և Telegram-յան ալիքներին, կհանդիպենք շատ շուտով։